Երևուրդ օրաթերթը տեղեկություններ էր ստացել, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Սոտքի հանքում ադրբեջանական եւ հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ են իրականացրել։ Մենք դիմել էինք Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի գրասենյակ պարզելու համար, թե ինչ գործընթացներ են ընթանում։ Հետևյալ հարցերն էինք ուղղել Գրիգորյանի գրասենյակ։ Մենք տեղեկություններ ունենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոտքի փակ հանքում սկսել են սահմանազատում իրականացրել։ Ինչ իրավիճակ է այնտեղ, արդյոք սահմանազատման աշխատանքներ են այժմ իրականացվում։ Մեզ պատասխանել էին, Սոտքի հանքավայրի սահմանային հատվածում կատարվել են համատեղ տեղազնման աշխատանքներ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների միջև։ Մեր հաջորդ հարցին, թե ըստ մեր տեղեկությունների ադրբեջանցի եւ հայ զինվորականները քարտեզներով հանքի տարածքում են արդեն մի քանի օր, իրական են այն տեղեկությունները, թե ոչ, եւ եթե քարտեզներ կան, ապա որ քարտեզներով եւ ինչ փաստաթղթերով են սահմանազատումն իրականացվում, մեզ փոխանցել էին, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Իսկ այն հարցին, թե սահմանազատում իրականացնելու համար անհրաժեշտ է հանրաքվե, եթե հանրաքվե չի արվել, ինչպես են նման գործողություններ իրականացվում, մեզ պատասխանել էին, սահմանազատման հետ կապված աշխատանքները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ ազգային ժողովի կողմից վավերացված Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործողության մասին կանոնակարգով։